Բարև ձեզ հայր ջան։ Ուրեմն ջհուդների քաղաքականության մեջ կա սենց հասկացողություն իպրյանիկամ իկնուտում վերացնեմ մեր հայերենի սենց դասլովնե պիրիվոդ, հա, և գատայով և մտրակով։ Ինչա դա նշանակում հայեր ջան։ Լավամարդ լինելով, լեզու թափելով, ասել հայերին երկու ոտով աչքդ մտնելով, իրանք ներդրվում են, ցույց են տալիս իբր թե քեզ ընկեր են, քո ուզողն են, երբ որ մտնում են դավերայի մեջ կամ ցույց են տալիս աշխարհին, որ ես իրան թշնամին չեմ, իրանք արդեն սկսում են իրանց մտրակի գործը։ Ուրեմն YouTube-ում կա ակաունտ Աննա Հակոբյան։ Մարդիկ, երբ որ ես YouTube-ում վերջապես կարողացա խոսալ, փակում էին տարիներ շարունակ, ուրեմն մարդիկ հարց էին տալիս էս կինը ով է, ինքը գովաբանում էր, հայուհի, սենց, ես գիտեի, որ ինքինց լսել է, տարբերակ չկա։ Դուք բոլորս գիտեք, որ փողոցներում պայտակ շշկրվում են կորեսպոնդենտները, ինձ հարցեր են տալիս։ Մի անգամ եղել այնենց, որ ընկերուհիս հարց են տվել, ասել է ճիշտ կլինի ընկերուհիս հարցնեք, ինքը լավ է խոսում, ես մեջքով եմ կայնած եղել, այդ վիդեոն ես ձեզ հիմա ցույց կտամ։ Ինձ որ մոդիկանում են հարց են տալիս, երևի փոշմանում են, երբ որ տեսնում են, էսի ես եմ, բայց արդեն ուշ էր, արդեն ուղիղ կապի մեջ հարցերը տվեցին։ Ուրեմն հստակ գիտեմ, որ այս կինը ինձ լսել է, լավ էլ գիտեր, հակառակ դեպքում, եթե ինքը ինձ գովաբանում էր, ինձ չճանաչելով, չլսելով, պարզապես պետք է մտածեմ, որ не все дома, в голове не все дома, եթե մարդուն չես ճանաչում, մարդուն գովաբանում ես, կամ փնորում ես, անհիմն ստացվում, ուրեմն գլխիդ մեջն է խնդիր։ Եթե այս կինը ինձ գովաբանել է, ու ինքը գրում է ինձ, որ ինքը հոգևոր է, իրան անհնարին է խաբել, ուրեմն ինքը որոշել է, որ ինքը խելացի է։ Հիմա կպատասխանեմ, որ խելք ունեցողին պատասխանում եմ։ Ես հիմա կկարտամ Աննա Հակոբյան քո կոմենտները և կպատասխանեմ լայվով։ Ուրեմն ժողովուրդ ջան, կասկածում եմ, YouTube-ում կա Extrasense Աննա Հակոբյան երկար մազերով։ Կասկածում եմ, հստակ չեմ ասում, եթե գրել է հոգևոր է, էքստրասենսները իրանց դրել են հոգևորների տեղ ու ժողովուրդին ֆռցնում են։ Ասեմ իմանաք, ժողովուրդ հայեր, բոլոր էքստրասենսներին, որ գծել են, քարտ են գծում ձեր ներկայությամբ, չգիտեմ ինչ, ելնում են այնտեղ մի հատ ջհուդի ալիք կա, արեք են, որ սև ցիլոն ջհուդական դնում է գլխին, ժողովուրդ տղամարդիկ ներսում գալավնոյ ու բոր գլխարկ չպիտի տնեն։ Նստում է, դնում է իրան տաղավարի մեջ, նկարներ ունեմ, ստոպ կադրներ արել եմ։ Տաղավարի մեջ սյոմկաների ժամանակ սև իրանց շլապ են տնում ու հարցազրույց է իբր թե վարում։ Իմիջայլոց ձեզ ասեմ, հարցազրույցներ նախորոք, ծեման տրվում են, պատրաստվում են, գալիս են արդեն հաղորդումը նկարահանելուց առաջ, սաղ կոնսպեկտի նման պիտի գրեն, իրանց ջնջում են, ինչ պիտի չխոսան, ժողովուրդ ջան, լավ իմացեք,
հետո նոր սյոմկաներ հանում են, իբր թե սենց ուղիղ կամերայի դեմ, ուղիղ կապի մեջ իրանց հարցեր են տալիս ու իրանք պրոստը սպանտաննը պատասխանում են են ինչ որ իրանք են մտածում, ոչ սցենարով սաղ նկարահանված է։ Հիմա ես կպատասխանեմ Աննա Հակոբյան քեզ, քանի որ շատ ես գրում էջիս վրա, ժողովուրդ բոլորը գիտեն ես խոշոր տարերով գրում եմ, որովհետև սուտկի մեջ 25 ժամ ես գրում եմ կամ պոստեր կամ կոմենտներ։ Դրա համար, որ կլավիատուրեն ամեն րոպե խոշոր տարերից փոքրատար նախադասությունների սկիզբը չփոխեմ, ես միանգամից գրում եմ խոշոր տարերով։ Ինքը որոշել է, որ ես դա հատուկ եմ անում, որ ինձ լավ ուշադիր լսեն, ինձ խոշոր տարերով գրել է։ Սկզբից այն հատվածներում, որ ինձ թուրքաջգուտները գրում են, հենց կպնում եմ իրանց կուրկին, դե գործ են անում, հենց կպնում եմ իրանց կուրկին, սենց հարցակվում են, գիտեմ արդեն, հարցակվում են, սկսում են այ դու սենց, այ դու նենց, այ որ դու հայ լիներ, դու հայատար կգրեր, հայերեն կխոսար, հայերեն էմալ գինամոր ձզի սաղից տանիմ ծով ծառավ գբերիմ, գիծակ, էդի ձզի մե պատասխան։ Ուրեմն, էսի Աննա Հակոբյանը որոշել է պրյանիկում սկզբից մտնի, Մագդա ջան, Լևոն Տեր-Պետրոսյանը գերազանց խոսում է հայերեն, շատ վարժ և գրագետ, բայց նա իր գեղեցիկ հայերենով քարուք հանդարեց մեր Հայաստանի հզոր տնտեսությունը, արդյունաբերականությունը, երկիր փոշիացրեց շատ կարճ ժամանակում այն ամենը, ինչ որ հայ ժողովուրդին էր։ 70 տարվա ընթացքում և հայերի մեր ամենամեծ ողբերգությունն է կայանում նրանում, որ մենք նշանակություն ենք տալիս դրսի երևույթներին, լավ է խոսում, թշին խալկա, սիրուն է, բայց Աստված ինչ է ասում, դու նայում ես դրսի երևույթներին, որ գեղեցիկ է, կամ լավ է խոսում, բայց ես նրան անարգեցի, որովհետև նա մարդ չի, որ դրսի երևում է, բայց նա մարդ չի, ինչ որ դրսից է երևում։ Վերջ, սենց ինչ որ ինձի կոմենտ է գրում, գովում է, որ կապ չունի, որ դու իբր թե հայերեն չգիտես, մարդիկ հայերեն գիտեն, քանդել են Հայաստանի տնտեսությունը, անցանք դալշ, մյուս կոմենտն է կարդում։ Եվ մենք սպասում ենք, որ ինչպես դոգի համար հաղորդում պատրաստեցիր, մորը բացահայտեցիր, այնպես էլ հաղորդում պատրաստես Նիկոլի մոր ազգության մասին, Նիկոլի մասին, որովհետև ինչպես տեսնում եմ, բոլորի մասին լավ ինֆորմացված ես, մենք ուզում ենք վերջապես իմանալ, թե ով է կառավարությունում մեր երկրի, ով է Նիկոլ Փաշինյանը, ով բերեց նրան և ինչ նպատակով, թե չէ մենք տեսնում ենք, ուշադիր ժողովուրդ ջան, թե չէ մենք տեսնում ենք, որ Նիկոլի գովքն ես անում, Նիկոլի գովքն ես անում, հոգևոր մարդուն դու չես կարող խաբել։
Շարունակեմ գրառումները, ժողովուրդ ջան։ Ես այսքան ժամանակ, ժողովուրդ ջան, գրում է վիդեոյից տակ, ես այսքան ժամանակ, ժողովուրդ ջան, չեմ լսել, որ Նիկոլի մասին Մագդան մի վատ բան ասի։ Կամ ասի, որ Նիկոլը ջհուդ է, չնայած, որ հայ ազգին ամենամեծ և ամենաշատ վատությունը անողն է Նիկոլն է, ես կասկածում եմ քո անկեղծության վրա, եթե այդպես չի, ուրեմն մի հաղորդում էլ պատրաստի Նիկոլի մասին, թե ոնց է վաճառում հայրենիքը։ Անցանք դալշ, ժողովուրդ ջան։ Մագդա, բայց արտարության համար պետք է ասեմ, որ բոլորի մասին խոսում եք, բացի Նիկոլից, որ ամենամեծ ազգակործան ինքն է։ Առաջնահերթին հիմա կաբացույց է, ոչ թե քո դեմ թատիկներիս կկայնեմ ու քո պատվերը կկատարեմ իբր թե, այլ կաբացույց է, որ դու և սուտ խոսան ես, և հոգևոր չես։ Այո, Աստվածը տեսնում է սրտերը, գործերը, և դու դաժան պատիժի ես արժանանալու քո սուտ խոսալու համար, որ դու հոգևոր ես, որ դու հայ ես, դու դաժան պատիժի ես արժանանալու քո կեղծ լինելու համար։ Ալամ աշխարհը գիտի, որ առաջի կռիվը Նիկոլի դեմ սկսել է Մագդան, գիշեր ցերեկ սուտքի մեջ 25 ժամ այս կոգորտը, տեսնում ես Աննա Հակոբյան, այս կոգորտը ճղում եմ, ասելով և ապացույցելով, որ Նիկոլը թուրք է, ջհուդ է, որ Նիկոլի մերը ով է, հերը ով է, ինչ նպատակով է եկել, ու ես դա ոչ թե անելուց հետո եմ խոսում, ես դա առաջի օրվանից եմ խոսում, դեր Նիկոլը բերանը չբացած, քայլ չարած, Մագդան դրա մասին խոսում է, զանգերն է հողանջում, հայեր, զգուշ մնացեք, ելեք սրանց ջարդենք, սրան բերել են, մեզ ոչնչացնելու համար, Աննա Հակոբյան, եթե դու գրում էր, որ եսի սենց հայուհի է, ճշտախոս է, բա դու ինչի մասին էր գրում, որ ես հայուհի եմ, ճշտախոս եմ, թե կուրկիտ կպա, դոգիտ կպա, մրմրացիր, հիմա ժողովուրդ ջան, կապիտուլյացիայից հետո երրորդ ցույցներ, այդ վիդեոն ջնջվել է ինտերնետի միջից, երբ որ Մագդան ելել է օպերայի դեմ, միկրոֆոնները անջատել են, ասել եմ անջատեք, չանջատեք, ես ասելու եմ, ժողովուրդը պահանջել է միկրոֆոնը միացրել են, ասին Զարյադկեն նստել է, բայց միացվավ։ Մագդան ալամ աշխարհին ուղիղ կապի մեջ, ուղիղ կապ էր գնում աշխարհով մեկ, Մագդան հայտարարություն է արել, որ պատերազմ չի եղել, եղել է եղեր, որի գլուխ գործոց երկրի երկու ղեկավարն են Նիկոլ Փաշինյան և Արմեն Սարգսյանը, որ նավթի գծերը ուղիղ քաշվեն։ Աննա Հակոբյան, դու դա չես լսել։ Դու չես լսել, երբ որ Արցախը հանձնում էին, ցիստերը տրակցրել էին,
ուղիղ կապի մեջ, երբ որ շշերը խփում էին, երբ որ քարեր խփում էին կառավարության շենքի դեմ, մարդիկ ինձ հետո զանգին ասին Մագդա, իրանց բարերով եմ ասել, ցելը դու ես եղել, առնվազն 12-ից 18 հոգի, պրիցելը բռնված ա եղել, քո վրա քեզ են խփել։ Մագդան ոչ գլուխ ա թեկել, ոչ փախել ա։ Մագդան է տեղի կայնած կազմակերպող նախկին գեներալին իբր թե Նիկոլի դեմն ա, կազմակերպել էր այդ ամեն ինչ, այդ գեներալին կայնած տեղում հերմեր եմ քֆրդել, էգան ուղիղ կապի մեջ, որ ժողովուրդը ինձ չլսի ասին ինքը Նիկոլի բարեկամ ա, ուղիղ կապի մեջ, տրանսլյացիայի մեջ, բարի բուն իմաստությամբ քրվել եմ Նիկոլին, Նիկոլի կնգան էրատոյին և այդ բարերն ասողին։ Դե հիմա Աննա Հակոբյան, եթե չես լսե, իմացի, որ ուղիղ կապի մեջ քֆրդել եմ նաև նրանց, ով որ ինձ մեղադրում ա, որ ես Նիկոլական եմ։ Իմացի, որ դու հենց իմաստացար քո փայ բաժին քֆուրը։ Բարի բուն իմաստությամբ։ Հիմա ժողովուրդ ջան, դուք տեսել եք են, որ փաստորեն իրանք բեմադրություն էին անում, որ Սյունիքում Նիկոլին բոզի տղա անվանել են, դադախազության հրապարակի գլխավոր դադախազության դեմ փաստացի իրանք բեմադրություն էին անում, ես եկա, Գեղամ Մանուկյանը ինձ տեսնելով ասեց, որ ցույցը ավարտվեց, ասի ինչ եղավ, որ ցույցը ավարտվեց, ասին, որ ոստիկանը վադացել, ասել են ոստիկանը վադացես, կորիա կայնած, տարեք հիվանդանոց, չէ, ինձ տեսան, դե հիմա Աննա Հակոբյան, անգաջներդ լեմ բաց, աչկերդ լեմ բաց, հոգևոր ես, գեդինը բացվի մեջը մտնես, սուտ հոգևոր։ Ուշադիր լսի, վիդեոյի կեսն են գնում։ Կամ աչ, կամ սաղ գիտնան այլևս ինչ վիդելլա, Ես վարչապետը, կնոջ լիպը գոյն է հակնի, կրծկերը ասել են չոքերը, երգերը մարյակում է, հողդը բորը ծնծել ամբողջ մի երգրագունդի չավ, սամ երգերի մասին մտածողա, դրան իքն են պաշպանում, բազի տղա են ասել, դա հենց ինքն է գոզա, եթե ինքը տղամատ լիներ, իրան կնիկը բոս չեր լինի, հասկանում եք, հիմա մեր երգերը, մեր կյանքը, այլասերվածի ձերը դեմոկրատիա են խաղում, բա որ ամբողջ ֆեյսբուկը, ամբողջ հայազգը, ամբողջ նկտի բալերը ասեցին մեզ հաստրին ես վիճակ, ես վարչապետը չեր տենում, որ հայազգին խպտում է ամբողջ ֆեյսբուկ, իրակին անսավորված վեգերը, ինքը, երբ որ իմ ազգին ասում են, ասվալտին են փռելու, ինքը հարգում էր ազգը, ինքը որ ասում էր շակալը հայրը ոցա, շակալը որ ասում էր շակալի ողմակ, եկել է ժամանակ, այս շակալի ողմակ այս աղջիկը պիտի ճոխի, իմ պապերի տեղն, իմ նենձերի տեղն, իմ տեղն, այն պապուն էր, որ Քրիստոսի նման, ջապուկերը խաչեցին, այս աղջիկը Նիկոլի խրդելու է, պահանջում եմ, ես լկտի այլասերված վարչապետին, նաև այլասերված երկրի պրեզիդենտին, որի տղեն տղայ արել, հայազգը, այո, հայազգը մաղդա, մաղդա, սուստեղծած մաղդա, ես լկտիությունը բիլ Հայաստանից մակրվի, որ մեր ազգը պաշտպանվի, որպես մարդ, որպես հայ, որպես քրիստոնյա։ Դրանցից կեսը սպանի թողի
ժողովուրդ ջան, Հայազգը մարտա, մարտա սուստեղծած մարտա, ես լքսեությունը բիլի Հայաստանից մակրվի, որ մեր ազգը պաշտպանվի, որպես մարդ, որպես հայ, որպես քրիստոնյա։ Դրանցից կեսը չի։ Սպանի թողի Նիկոլեն վիրավորել։ Թողազացույցի որ պորնիկ չի։ Ինքը Նիկոլ չի, անունը ճիշտ ու։ Թուրքի քացիկա։ Լավ է հարասենիքները։ Քիչ են արել, հուշ են արել։ Շուպիդի անեն, այ է որ Աբաջանի պապում։ Ես գյոտրեր են սը պապիղզա։ Սեմայի վրա ամանի։ Այո։ Ազգայց վաղդաս կլներ, և որ իրան ու իրան խրխնչող կնան, ոխեն կանալիզացին բիդի, սրանց բիդետ վաղ կանդեն հանեն, ինչ եք նայում կաշտումները վաղած, այո, դու չեք գնացել էր, Չինաստանը գրանցվում էր, շալկվի պուչ բեաժողովի, դեր տվեցի կազգա, եսի ժամանակին գյուղ նախարարն է։ Հենց անունը տվեցի Մետաքսի ճանապարհի մասին, ժողովուրդ ջան, ցույցը արագ ձևով ավարտեցին։ Հիմա Աննա Հակոբյան, ես քեզ աչոտ չեմ տալիս, ապացույցում եմ, որ դու սուտ խոսան ստոր ոչնչություն ես ընդամենը։ Հիմա ուշադիր լսի սա։ Ես Մագդա Գոմշան 21 թիվն է, մայիսի 22-ը։ Նիկոլի դեմ չեցի դուրս եկել։ Վայ, Նիկոլ Մի րոպե։ չեցի դուրս եկել։ Վայ, Նիկոլի դեմ ես առաջի օրվանից կոգորտ եմ ճղում։ Իսկ ի՞նչն է պատճառը։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա հանդուրժում ենք այս կապիտուլյացիան եւ հանդուրժում ենք, որ մեր հողերը թափվում են։ Մենք ենք հանդուրժում։ Այս թուրք իշխանությունը մարդու խոսքը ասու տված ազատությունը հագումա, արկելումա խոսալ, սարկել են կյանքի պայքար, քաղաքականությունով մի զբաղվեք։ Ինչ է նշանակում, մեր երեխեքներին, մեր տղեկներին տանում են գլուխները ուտում են, ժողովուրդին տանում են պլեննա օրգնի, մեզ չեն թողնում խոսալ, որ քաղաքականությունով եք զբաղվում։ Այսօր հայտարարեց, որ այն թուղթը, որ ստորագրում է, թուրքի իշխանությունը մենք յանեիմ սադրիչներ ենք։ Այս թուղթը թուրքերն են գծե արանքը կիսափակ, մենք ելեր ենք խանգարում ենք ի նպաստ Հայաստանին, յանիմ թե ինք պայմանագիր ստորագրի։ Ի նպաստ Հայաստանին բացադրեք ինձի որն է, Արցախ անցնել թուրքիներ, հայերին ինվալիդ սարկել հայանպաստ գործար է, հայերին ոչնչացնել հայանպաստ գործատ է, մի հատ ինձ թող պատասխանեն, այս աղջիկը միջև իրան այսեն չճոխի մսաղած սարկի, չի հանգիստանա։ Են ինչի որ Նիկոլ մենք միջև հիմա հանդուրժել ենք, միջև հիմա չեն թողել, որ մենք հարց լուծենք, կորոնավիրուս մտցրեցին, ստից սարկեցին, որ հայերը ապրելյան պատերազմ հայություն եկավ հասավ, Հայաստան աշխարհը փրկեց թուրքերից, կորոնավիրուս սարկեցին, փակեցին, որ հայ աշխարհին արկել են գան, ոչ թե մենք միջև հիմա հանդուրժել ենք, այլ Ամերիկայով, Իսրայելով, Անգլիայով, Եվրոպաներով, Թուրքիայով, Ադրբեջանով, Նիկոլի միջոցով հարազարումի խոչընդոտ է ստեղծել, որ մենք մեր ազգը փրկենք։ Այս մարդը թուրքը, ֆաշիստը, Թալահատ Փաշենը, Աբդուլ Գամիդնը, սա Հայկաշվիտակ, Լևոն Տեր-Պետրոսյանով մենձացրած թուրքը, որ անցնեն տարիներ Խարսի պայմանագիրի 100-ամյակն է, որ մեզ, քանի որ պետք է հողերը առանց որևէ մի փամփուշտի վերադարձնեն, որպեսզի չվերադարձնեն, պետք է պահանջատերը չլինի։ Այս ամեն ինչը 3 տարի առաջ բերեցին, որ պահանջատերին հայ ազգին ոչնչացնեն։ Ջավուդները հայտարարել են, որ իրանց Մոշիախը արդեն եկել է։ Իրանք արդեն բաց է բաց, աշխարհի չդարձնելով, որ իրանք չարիքն են այս աշխարհին, հայտարարել են, որ իրանք բելի հետ նորդներն են։ Սա մեր հայքի փայբաժին կռիվն է։ Այն որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց Յակոբի բեյնից միամիտ սխալ դուրս տվեց Հայաստանի վերջն ա եկե, Արցախի վերջն ա եկե, սա իրանց ջհուդների ծրագիրն է,
հայկի հետ նորդների, բարի ազգի, սիրո ազգի, ասու ազգի վերջը տալնա, ես կրիվնա գնում, մահանա ճանաբարներ, մահանա մարդու իրավունքներ, չգիտես ինձ զայրումա, մեզ ոչնչացնում են, հիմա հարց, Նիկոլը որ ասում է, ես ձեզ խնդրում եմ, դուք հայեք, հարց եմ տալիս, հայեք, չէ երեխեք ջան, մի հատ բար իմ խոսքի չկտրեք, Չէ, ինչ խոսում եք լինում է։ Այս մարդը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը, Ալիևը, կիրտ գրակետ ղեկավարը, Ռամիլ Սարբարովին, որ Մարգարանին գիշեր սպանեց, այդ մարդուն տվել է ազգային հերոսի կոչում, այս մարդը անվանեց կիրտ գրակետ պոզիտիվ մարդ։ Հիմա այս ֆաշիստի հետ, որը բացել է թանգարան, ֆաշիզմի թանգարան, այս մարդու հետ ֆաշիզմը կատարում, հայազգին վերջն է ուզում տալ։ Հիմա այս մարդը ով է, ես չեմ դուք պատասխանեք հարցիս։ Թուրք, ֆաշիստ, պահանջում է Հավաչան, ամբողջ աշխարհից։ Այս հարցը լուծում տան։ Խոսում են մենց այս աշխարհը, որ մարդու իրավունքների, մարդու կյանքի, ես ունեմ մի ամենակարևորը իրավունք ասուց տված, ոչ թե օնով տված, իրավունքը ապրելու։ Աստված մեզ կյանք ա տվել, նայեք ինչի է հաստրե, տարիքով կին, եկել է ցույցի։ 85 տարեկանում հայրենիքիս համար մերդելու կգնամ։ Այս երեխեքների կռիվն է տալիս, նայեք, այս տարիքին, որ ինքը պետք է հանգիստ կյանք վայելի, եկել են այս երեխեքների կյանքի համար պայքարի, ում հետ երկրի ղեկավար, Միչայլոց, ստեղ մենակ Նիկոլ Փաշինյանը չի, Նիկոլ Փաշինյանը կատարողն է այս սատանեական գործի, 15 թվի Եղեռնու կատարողն է, որ ուզում երրորդը, Ճակատարկում, իրոք է ժողով։ Այս հարցը լուծում տան, խոսում են մենց այս աշխարհը, որ մարդու իրավունքների, մարդու կյանքի, ես ունեմ մի ամենակարևորը, իրավունք ասուց տված, ոչ թե օնով տված, իրավունքը ապրելու, աստված մեզ կյանք ա տվել, նայեք ինչի է հաստրե, տարիքով կին, եկել է ցույցի։ 85 տարեկանում հայրենիքիս համար մերդելու կգնամ։ Այս երեխեքների կռիվն է տալիս, նայեք, այս տարիքին, որ ինքը պետք է հանգիստ կյանք վայելի, եկել են այս երեխեքների կյանքի համար պայքարի, ում հետ երկրի ղեկավար, Միչայլոց, ստեղ մենակ Նիկոլ Փաշինյանը կատարողն է այս սատանեական գործի, 15 թվի Եղեռնու կատարողն է, որ ուզում երրորդը։ Ինչի է կտրվում վիդեոն, այ քեզ բան։ Լավ, խոսում են, որ Արմեն Սարգսյանն է հետը, որ Հայաստանը ուզում են վերջը տալ։ Հիմա դիմում եմ Աննա Հակոբյան։ Ես ոչ թե քեզ աչոտ տվեցի, քեզ աբացույցեցի, որ դու սուտ խոսանես, դու բացարձակ հոգևոր չես, ես չգիտեմ դու որ Աննա Հակոբյանն ես, ես կասկածում եմ, որ այդ քեզ էքստրասենսի տեղ դրած, որ սազըց արակ արած մենակ Նիկոլ է գորում 8 տարի, աշխարհն էլ Նատանյախու է գորում տարիներ շարունակ, Մագդան են մարդնա, որ ասում է բոլորը իրար հետ Նիկոլ են ու Նատանյախու են։ Հիմա սպասում եմ քեզանից Աննա Հակոբյան, խոշոր տարերով, ժամ ու օր նշանակի, հեռախոսս վերցնեմ, գամ հրապարակ, դու լսեցիր, որ ես ոչ թե Նիկոլ եմ գովաբանում և երբեք Նիկոլի դեմ ոչ մի վատ բան չեմ խոսացել, ես աբացույցեցի, որ Նիկոլի դեմ առաջի օրվանից եմ կռիվ տալիս, Facebook-ում բոլորն ինձ ճանաչում են, ով որ ինձ դրսերում տեսել է, բոլորը դա գիտեն, քեզ գժի տեղ դրած նստած ես մնացածին գրում ես, որ Մագդան երբեք Նիկոլի դեմ չի խոսում, մի բան էլ Նիկոլ ա գովում։ Ուրեմն օր ժամ նշանակի,
Արի հրապարակ Մագդայի զենքը ընդամենը էս $100 հեռախոսնա։ Գվերցնեմ գկամ, ես գկայնեմ հրապարակում, Նիկոլի հերումերել գքրվեմ, Էրատոյի հերումերել գքրվեմ, Քոչարյանով, Քորով, Սերժով, ինչ կան որ կան, Նատանյախունով, Էրդողանով, Ալիևով, սաղի մերը կայնեմ կվրդեմ, արի կողքս մի կվրդե, ասա ինքը ճիշտ է, էդքան բան։ Ժամոր նշանագի, էդքան կաս, էլի արի, կողքս կայնի ու ընդամեն ասա ինքը ճիշտ է ասում։ Դու մի կվրդի, որ վախենաս։ Ես գկվրդեմ, դու ընդամեն ասա, որ ինքը ճիշտ է խոսում։ Տեսնեմ էդքան կաս, անախուհաց քրտուշուն, էդ փողերը, որ դուք աշխատում եք, կապ չունի է, որ զենքով հային չեք խփել։ Դուք բոլորըց նպաստավորում եք, որ ընդամենը Նիկոլի անվան տակ սաղըց գործում եք, սաղըց Նիկոլ եք, սաղըց պատասխան եք տալու ամեն մի կատիլ ամեղ հայի թափված արնան համար, ու մենակ էս արնան համար չի, դարերով թապել եք, ձեր պաբերի մեղքերի համար, մեզ որ ասում են 100 տարի առաջ թուրքերի պաբերն են սպանել, իրանք ինչ մեղք ունեն։ Այո, քնիչն էլ ինձ ասեց Ստալինի խոսքեր, սենզացիա отвечает, երեխեքն ինչ մեղք ունեն։ Պատասխանել եմ։ Եթե մարդիկ իմանան, որ իրանց արարքների համար իրանց երեխեքն են պատասխան տալու, ձեր էս դատական, չգիտեմ, ոստիկանական, քնչական, ոչ մեկին էլ պետք չի լինի։ Մարդիկ մարդկային նորմալ օրենքներով կապրեն։ Դուք եք սովորցնում, որ երեխեն պատասխան չի տալիս ծնողի վատ արարքների համար։ Դրա համար էլ մարդիկ արխային հանցագործություններ են անում, դուք էլ գործ եք ունենում։ Ենենց որ Աննա Հակոբյան, չգիտեմ, որ թուրքի քրդի լամուգն ես, քո պաբերի արարգների համար և քո սենց խոսալով գրելով պատասխան ես տալու հայոց աստծուն։ Ասեմ իմանաս ինչ ալինելու։ Գիմարոն կոգորտիցը դա դուրս ելնելու, մերնելու ես դանդաղ, սոված, լուր ամենակարևորը, որ իմանաս սուտ խոսողը, էլ չի կարողանա խոսալ, դու կաբրես, երկար ես մերնելու, դու կաբրես, բայց լուր ես սատկելու, քո սուտ խոսալու համար, ու քեզ էլ Նիկոլից բետար, Քրիստոսի տեղ ես դրե, թե հոգևորին խապել չես կարող, մամադ լացացրի դե գնա, սպասում եմ քո խոշոր տարերով գրարումին, օր ժամ հրապարակում, ես ներկա կլինեմ, շնորհակալություն հայեր ջան։